Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան հրավերս ընդունելու համար։ Այս զրույցի ընթացքում իհարկե կանդրադառնանք այն խայտառակությանը, որը առավոտյան տեղի ունեցավ, երբ Facebook-ում Նիկոլ Փաշինյանը ուղղակի աննախադեպ բառապաշարով գրառում արեց ընդդեմ հայ առաքելական եկեղեցու, բայց զրույցը սկսենք սահմանային իրավիճակից։ 2 օր է նորից ադրբեջանական կողմը կրակում է Սյունիքի գյուղերի ուղղությամբ, այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Խոզնավարի ուղղությամբ կրակի հետևանքով բնակելի տան սանհանգույց է վնասվել, նաև մանր եղջերավոր անասուններ ու փաստորեն արդեն 3 ամիս շարունակ Ադրբեջանը ըստ էության տերորի տակ է պահում Սյունիքի մարզի հայկական գյուղերի խաղաղ բնակչությանը, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարության արձագանքը չի փոխվում, նրանք համարում են, որ այդ կրակոցները ոչ թիրախային են եւ առաջարկում են Բաքվին համատեղ ինչ-որ բան հետաքննել։ Այս իրավիճակը մեկնաբանենք, ինչ է կատարվում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ Սարդարապատում Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե այ հիմա ենք մենք պետությունը, այ հիմա ենք մենք ինքնիշխան պետություն եւ պատերազմ չի լինելու է խաղաղություն, այ նիկոլական խաղաղության պատասխանը այսօր հնչում է Խոզնավարում, հնչել էր 3, հնչում է արդեն ամիսներ շարունակ եւ որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում խաղաղությունից, ոչ պատերազմից, հա, այնքան շատ է Ադրբեջանը հարձակվում եւ ավելի շատ է կրակում։ Այն որ հիշում եք մի պահ էլ նույնիսկ եղավ, երբ ապրիլ 23-24-ին դրոշների վառումը տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը օգտագործում էր այդ իրավիճակը հերթական անգամ թիրախավորելով մեր ժողովրդին եւ այս դեպքում էլ կոնկրետ դաշնակցությանը, ասում էր այ դուք նման բաներ եք անում եւ այդ պատճառով է որ Ադրբեջանը կրակում է։ Հիմա ինչի համար է կրակում։ Ամեն ինչ զիջել ես, ամեն ինչ տվել ես Ադրբեջանին, հա, այսպես բանի դիրքից ես հանդես գալիս, որ մեր օկուպացված տարածքները վերադարձ չեք անկկալում, ոչ ռազմական ճանապարհով, ոչ դիվանագիտական, դրանից հետո միևնույնն է կրակում է։ Իսկ սա մեկ բան է նշանակում, որ Ադրբեջանն ընդհանրապես խաղաղության մասին չի մտածում, խաղաղության ուղղությամբ չի շարժվում եւ քանի դեռ մենք մեր երկրում ունենք այս իշխանություններին, Ադրբեջանը շարունակելու է ագրեսիվ ոչ միայն քարոզչությունը, ոչ միայն հռետորաբանությունը, այլ նաև հողի վրա իրականացվածը։ Բայց իսկապես այնինչ տեղի ունենում հատկապես Սյունիքում չափազանց մտահոգիչ է, դա ինչպես դրսևորվում է ադրբեջանցիների կրակոցով, այլ նաև տարբեր երկրների կողմից հայտարարություններ կան։ Դուք գիտեք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը վերջերս Սենատում խոսել էր այն մասին, որ պետք է ամեն բան անել, որպեսզի խուսափել էսկալացիայից, թույլ չտալ էսկալացիան, ինչը նշանակում է, որ էսկալացիայի վտանգը կա, իսկ էսկալացիայի վտանգ ասելով նախևառաջ հասկանում ենք Ադրբեջանի հնարավոր հարձակումը հատկապես Սյունիքի ուղղությամբ ի վերջո իրականացնելու այսպես կոչված իրենց համար Զանգեզուրի միջանցքի ծրագիրը։ Իհարկե շատ մտահոգիչ էր նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի համապատասխան հայտարարությունը, որով էլի խնդրահարույց էր դիտարկում իրավիճակը, որ ստեղծվել է Սյունիքի շուրջ եւ Հայաստանի շուրջ եւ բնականաբար այս ամեն ինչի երբ որ այս փաստացի վտանգների իրողությունը դու պարզ տեսնում ես, պարզ գնահատում ես եւ դու տեսնում ես քո երկրի ներսում իշխանական զույգը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել խուլիգանական զույգը, ինչ քաղաքականություն է վարում, սա ուղղակի ողբերգություն է։ Այսօր փոխանակ քննարկվեր, օրինակ վաղը կմոռացվի, այսօր էլ նույնիսկ կմոռացվի, որ գիշերն էլ կրակել են Խոզնավարի բնակիչների վրա։ Վաղ ընդհանրապես դրա մասին այլևս չեն խոսի, որտեղ իշխանական զույգը կամ ինչպես ասացի, խուլիգանական զույգը հերթական իր բանն է, թիրախն է գտնելու եւ հարձակումն է գործելու։ Այսինքն այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը մեր պետությանն է, բանի այսպես գրոհի ենթարկում իշխանական խուլիգանական զույգն էլ հայ ժողովրդին է տերորի ենթարկում։ Որում Տիկին Գրիգորյան շատ ցուցանշական էր ու նաև շատ խոսուն էր այն, թե ինչպես Ադրբեջանը նշեց իրենց անկախության օրը, որտեղ նշեց եւ ինչ միջոցառումներով ու ում հետ նշեց, հա, ես նկատի ունեմ օկուպացված Արցախում օդանավակայանի բացումը եւ այնտեղ էր Թուրքիայի նախագահը, արվեցին հայտարարություններ նաև Պակիստանի իրենց գործընկերոջ հետ, այսինքն Ադրբեջանը շարունակում է բռունցք ցույց տալ, հասկանալի է, թե այդ հայտարարությունները ում են ուղղված եւ հասկանալի է, թե այդ օդանավակայանը
ինչ նպատակներ կարող է ծառայել։ Մեզ համար այսօր պետք է այո քննարկման առարկա հենց դա դառնար, որ ի վերջո Լաչինում օդանավական կառուցելը երբ դեռ կա Ստեփանակերտում օդանավականի հնարավորություն, տեսեք մի քանի տարիների ընթացքում օկուպացված տարածքներում արդեն օդանավականներ բացել է, իսկ գիտեք, որ այդտեղ բնակչություն առանձնապես չկա, հետեւաբար մարդկանց տեղափոխման խնդիր չէ, որ լուծվում է եւ ռազմական նպատակներով է նախ եւ առաջ կառուցված այդ օդանավականները եւ ակնհայտ է, որ այդ օդանավականներից հնարավոր հարձակումը լինելու է նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության վրա, այսինքն Հայաստանի Հանրապետությունը թիրախում, իհարկե պետք չէ մոռանալ նաեւ ռեգիոնալ զարգացումները, հատկապես Իրանի մասով, այո, դուք գիտեք ինչպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել եւ Ադրբեջանը, այո, նաեւ տարբեր երկրների ցույց է տալիս, որ իր երկրի տարածքը, այս դեպքում օկուպացված տարածքները կարող են հանդիսանալ որպես պլատֆորմ հնարավոր նաեւ Իրանի նկատմամբ որոշակի ագրեսիայի դեպքում։ Այսինքն Ադրբեջանը այս բանի իր ահաբեկման տարբեր երկրների նկատմամբ, այդ թվում նաև Հայաստանի եւ Իրանի նկատմամբ այս ագրեսիվ քաղաքականությունը կողք չի դրել եւ ինչքան էլ Հայաստանից հնչեն տարբեր խաղաղասիրական նոտաներ, այնուամենայնիվ Ադրբեջանը շարունակում է այն ինչ արել է եւ մենք դրա հետևանքները տեսնում ենք երեք գիշեր կրկնում եմ նորից կրակել են Խոզնավար գյուղի բնակիչների վրա եւ ես ուղղակի երեք ապշել էի երբ այդ հարցը հնչեցվում էր պաշտպանության նախարարին եւ ասում է դե գիտեք մենք Ադրբեջանին կոմունիկացրել եք ես ուզում եմ հիշեցնել ձեզ որ պաշտպանության նախարարների միջև նաեւ կա օպերատիվ կապ Եվ չգիտեմ այդ օպերատիվ կապով ստացված տեղեկատվություն էր Սուրեն Պապիկյանը փոխանցում թե այլ աղբյուրներից ստացված տեղեկատվություն, բայց վերջինս ասում է որ Ադրբեջանն ասում է որ իրենք չեն կրակել։ Գրողը տանի, բա ով է կրակել։ Ով է կրակել։ Լավ, այսինքն ինչ է նշանակում ամեն անգամ Ադրբեջանը պետք է կրակի մեր բնակիչների վրա, տների վրա, մարդկանց վրա, կենդանիների վրա եւ այսպես մեր պաշտպանության նախարարն էլ բանանի, այսպես հայտարարի որ ադրբեջանցիներն ասում են որ իրենք չեն կրակել Եվ բա դուք թիվ 1 կառույցն եք, որ պետքա պաշտպանեք մեր ժողովրդին։ Իշխանության ընդհանրապես թիվ 1 առաքելությունն է պետության անվտանգությունը, ժողովրդի անվտանգությունը։ Գրիգորյան, Սուրեն Պապիկյանը ըստ էության հող է տալիս նաև Ադրբեջանին, պնդելու, որ սադրանքը հայկական կողմից է գալիս։ Երբ նա հրապարակավ իր հանրությանն ասում է, որ Ադրբեջանն ասում է մենք չենք կրակել, կա երկու կողմ Ստացվում է, եթե նա չի կրակել, ուրեմն մյուսն է կրակել, մյուսն է սադրել։ Գոնե զուգահեռաբար ասել, գիտեք, մենք էլ ունենք հստակ տեղեկատվություն, որ իրենք են կրակել։ Մենք պատրաստ ենք տրամադրել այդ տեղեկատվությունը, չգիտեմ ինչ-որ մի բան ասել, բայց ուղղակի կանգնել ասել, որ գիտեք, Ադրբեջանը ասում է, որ իրենք չեն կրակել, հո դուք լրիվ չեք ցնդել։ Այսինքն դուք ունեք մի գործառույթ, ու այդ գործառույթը ամենևին էլ ձեր պատավատներով պտտվելը չի, նոր բնակարաններ ձեռք բերելը չի։ Ձեր գործառույթը մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, թույլ չտալ, որ մեր ժողովրդի գլխից մի մաս պակասի։ Հիմա քիչ երիկ Ադրբեջանը կրակում է, դրան զուգահեռ դուք ասում եք Ադրբեջանն ասում է, որ իրենք չեն կրակում։ Տեսեք, մայիսի 28-ին Սարդարապատում իր խայտառակ ելույթում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր պատկերացումները նաև Հայաստանի անվտանգության երաշխիքների մասով եւ այնտեղ ամենևին բանակը չհիշատակվեց, այսինքն իր համար այդ անվտանգության երաշխիքը ինչպես ինքն է ասում, մերձավոր հարևանների հետ հարաբերություններն են, դե դուք էլ նիկոլական խաղաղության ցուցադրությունը ներկայացրիք Խոզնավարում, թե ինչպիսին է այդ մերձավոր հարևանի պատկերացումը։ Այո, բայց ինչ է ասում է մեր ինքնիշխանությունն, անկախությունը, անվտանգությունը պետք է ապահովել հարևանների հետ հարաբերությունների խորացման, որևէ մեկը դեմ չի, բոլոր հարևանների հետ էլ բնականաբար պետք է խորացնել հարաբերությունները, ավելի լավ հարաբերություններ կառուցել, բայց դուք այն մարդն եք, որ կարող եք նման բան ասել։ Բա դուք նույն ժամանակահատվածում խոսում եք խաղաղության մասին, Ադրբեջանը ձեզ պատասխանում է կրակոցով։ Դուք խոսում եք Վրաստանի հետ ռազմավարական նշանակության հարաբերությունների մասին, Վրաստանը բանը արգելափակում է տրանզիտով նույնիսկ մեր կոնյակագործներին կոնյակի տեղափոխումը։ Այդ ինչ ռազմավարական հարաբերություններ է կառուցել Վրաստանի հետ, որ խոչընդոտում է ժամանակ առ ժամանակ ոչ միայն զենքի ներկրումը Հայաստան տարբեր երկրներից, այլ նույնիսկ թույլ չի տալիս, որ մեր կոնյակագործներն իրենց կոնյակը եւ այլ խմիչքներ Վրաստանի տարածքով, ոչ թե Վրաստան հասնեն, Վրաստանի տարածքով տրանզիտով երրորդ երկիր տեղափոխեն։ Այդ ինչ ռազմավարական նշանակության հարաբերություններն եք դուք Վրաստանի հետ։ Ես չեմ խոսում նաեւ
Իրանի մասին։ Հա, Իրանը ժամանակին շատ նորմալ բան էր, առաջարկով էր հանդես գալիս, կոնկրետ մի այնպիսի փաստաթուղթ ձևակերպել, որը թույլ կտար հնարավոր հարձակման դեպքում Հայաստանի Հանրապետության վրա, մասնավորապես Սյունիքի պարագայում, ունենալ ներգրավվածություն։ Դա մերժել եք։ Եվ ես այսօր խորքային, որ այս բանին չեմ էլ կարող բարձրաձայնել անվտանգության տարբեր նկատառումներից ելնելով, ես գիտեմ, որ կան լրջագույն խնդիրներ։ Եվ ամենևին էլ այս մարդը Նիկոլ Փաշինյանն այն մարդը չի, որ կարող է ասել, գիտեք, հիմա մենք կարգավորում ենք հարաբերությունները հարևանների հետ, եւ մեր երկիրն ավելի անվտանգ է դառնալ, նույնիսկ մեր բարեկամ հարևանների հետ, Վրաստանի եւ Իրանի հետ դուք չեք կարողանում նորմալ հարաբերություններ կառուցել, եղածը վատթարացնում եք։ Թե ձեզ թվում է սիրուն ժպտալը, շունը վերստանալն է հարաբերությունների կամ բարձր հարաբերությունների դրսևորում։ Չէ, դա հողի վրա ինչ որ ձև պետք է արտահայտված լինի, թե չէ։ Իսկ մենք տեսնում ենք, թե երկու հարևանների կողմից էլ ինչպիսի խնդրահարույց իրավիճակներ են առաջանում։ Ես էլ չեմ խոսում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Ինչ հարաբերությունների մասին, կարգավորման մասին ես խոսում։ Հա, Նիկոլ Փաշինյանը բանը давайте кофе попьем-ի դիմաց ստանում է, այո, դա ստանում է պատասխան, որ հələ մի հատ գնա դու քո անկախության հռչակագիրը աղբաման նետիր, քո սահմանադրությունը փոխիր, հետո կգաս իրար հետ սուրճ կխմենք, հետո նոր պահանջներդ կստանաս։ Այս ողբերգական, այսպես ստորացված, նվաստացած վիճակում է այսօր գտնվում Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ այս մարդիկ են իշխանության, այս ստորացումն ուղղակի ծայրը ուղղակի չի երևում։ Գրիգորյան, երեք Էրդողանը նորից հիշել էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը եւ ակնկալել էր այդ հարցում Իրանի դրական մոտեցումը, աջակցությունը, իսկ Իրանի դիրքորոշումը հայտնի է, որը նաև վերջին օրերին վերահաստատվեց, նրանց փոխարտգործնախարարը եւս մեկ անգամ շեշտադրեց ռեգիոնում որևէ փոփոխություն չլինելու կարևորությունը։ Այս մասով արդյոք մտահոգություն, մտավախություն չկա, որ ի վերջո ունենալով Հայաստանի իշխանությունների նմանատիպ պահվածքը, գուցե նաև գաղտնի ոչ հրապարակային ու բանավոր խոստումները տրված այս կամ այն ուժային կենտրոնին, Ալիևին, թուրքերին, կարող է լինել մի իրավիճակ, երբ օրինակ Թուրքիան, Իրանը, տարածաշրջանով հետաքրքրվող մյուս երկրները նստեն մի սեղանի շուրջ, այդ հարցի վերաբերյալ էլ կայացնեն ինչ-որ որոշում եւ ելի Հայաստանը կանգնի փաստի առաջ։ Հավանաբար կհիշեք, որ մեկ թե երկու տարի առաջ էր, որ Էրդողանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի ծրագրի չիրականացումը Իրանի պատասխանատվությունն է, այսինքն Իրանի դիրքորոշումն է պատճառը, որ մինչև այսօր իրենց պատկերացրած Զանգեզուրի միջանցքը իրականություն չի դառնում, եւ այո, բոլոր այս թեմայով հետաքրքրված մարդիկ էլ կարող են միարժեքորեն պնդել, որ հենց Իրանն է հիմնական խոչընդոտը այս պանթուրանական ագրեսիվ քաղաքականության իրականացմանը, բայց դուք իրավացիորեն նշեցիք, որ քանի որ տարբեր շահեր կան մեր ռեգիոնում եւ այդ շահերի բախումը ոչ միայն այստեղ են արտահայտված, այլ նաեւ աշխարհի տարբեր հատվածներում, այո, կարող են նստել եւ խոսել եւ իրենց համար ընդունելի մի տարբերակ գտնել։ Ու այս պատմության ամբողջ ողբերգությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը այդ սեղանի շուրջ չկա եւ չի լինելու։ Մարդիկ, այսինքն հիմնական դերակատարները հաշվի չեն նստում մեր պատկերացումների հետ, հաշվի չեն նստում, թե այստեղից ինչ է հնչեցվել, որովհետև այս մարդկանց քաղաքականությունն է բերել դրան։ Եթե կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ ուղղակի ուլտիմատումով խոսել, սա անում ես, թե չէ ինչ-որ մի բան կլինի եւ արագ զիջում է։ Տավուշում պետքա տարածքներ հանձնել, մարդը հանգիստ հանձնում է։ Այն մյուս պահանջը պետքա սահմանադրություն փոխես, ասում է, օքեյ, կփոխենք սահմանադրությունը։ Այս պարագային այլևս Նիկոլ Փաշինյանը որպես սուբյեկտ ներկայացված չի եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն էլ սեղանի շուրջ քննարկման առարկա չեն դառնում։ Սա է ամբողջ ողբերգությունը եւ երբևէ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չպետք է նեղանա որևէ այլ երկրից այս կամ այն դիրքորոշումն ունենալու համար։ Եթե Հայաստանի Հանրապետության փաստացի դե ֆակտո իշխանությունները պատրաստ չեն ստանձնել պատասխանատվություն, պատրաստ չեն պայքարել սեփական երկրի համար, հետեւաբար այլ երկրներից դա ակնկալելը մեղմ ասած այդքան էլ
ճիշտ չի եւ չխափնվել ամենևին նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ինքնիշխանությունից, խոսում է անկախությունից, անկեղծ եմ ասում, ամեն անգամ երբ ինքը ասում է անկախություն եւ եթե դա խորհրդարանում է լինում, ես իրեն մի անգամից իջեցնում եմ ներքին հանդի պատմությունը, որովհետեւ ներքին հանդում կան օկուպացված տարածքներ, գյուղը 3 կողմից է օկուպացված, ջրի աղբյուրներն են գտնվում ադրբեջանցիների վերահսկողության ներքո, գյուղի գերեզմանոցներն են գտնվում ադրբեջանցիների վերահսկողության ներքո, մարդը մահանալիս այնտեղ չի կարողam թաղվել տանում են ուրիշ տեղ բոլոր անասուններին մարդիկ վաճառել են, որովհետև տեղ չունեն ուղակի պահելու ամբողջ արոտավայրերն անցել են այնտեղ բնակիչներից մոտ 40-ն է մնացել, որ ապրում ասա է նիկոլական անկախության իրական մոդելը դատարկել հայկական գյուղերը այդպես հանձնելը ավելի հեշտ է, ընդդիմացող չի լինի։ Բնականաբար ընդդիմացող չի լինի, ես փառք Աստծո մեր ժողովուրդը եւ մասնավորապես այս պայմանները շատ մեծ վտանգի տակ գտնվող Սյունիքի բնակչությունը շատ պինդ ամուր իր հողին կարճած է, բայց մարդիկ չեն կարող միջև վերջ հասկանում եք իրանք էլ երեխաներ ունեն, իրենց ապագայի մասին են մտածում, անվտանգության մասին են մտածում ու երբ տեսնում են այստեղ թիկունքից ոչ մի նորմալ երաշխիքներ չեն տալիս, տեսնում են, որ այնպիսի աշխատանք չի տարվում, որ մարդիկ իրենց հանգիստ կան, այո, վաղ թե ուշ այդ սահմանային գոտին լրջագույն խնդրի առջև է կանգնելու։ Եվ գուցե սա էլ է Տիկին Գրիգորյանը օպերատիվ պայմանավորվածությունների արդյունք, Ալիևն չէ ասում, որ մենք քայլելով, մեքենաներով ենք գալու, հա, Սյունիք, Հայաստանի այլ տարածքներ, որոնք ինքը համարում է ադրբեջանական ու ներքին հանդի օրինակը դրա վառ ապացույցն է։ Մեկ այլ կարևոր հանգամանք է այստեղ պետք է շեշտադրել, որ ավելի ինտենսիվ են սկսել խոսել նրա մասին, որ ինչ խնդիր կա, եթե ադրբեջանցիները գան եւ ապրեն Հայաստանում։ Այսինքն այն, որ ադրբեջանական պահանջ կա 300,000 ադրբեջանցիների Հայաստանում իրենց անվամբ, իրենք ինչպես կոչվում են արևմտյան Ադրբեջանում բնակեցնելու, մենք գիտենք, որ այդ պահանջը կա։ Ադրբեջանն այդ պահանջը ոչ միայն ներքին սպառման օրակարգի համար էր օգտագործում, այլ նաեւ միջազգային հարթակներ է տարել դա եւ Հայաստանի բանակցային սեղանին դրել է այդ օրակարգը։ Բայց այն որ Ադրբեջանը դա պահանջում էր, մենք հասկանում ենք, որ թշնամական երկիրը իր պահանջներն է ներկայացնում, բայց որ այսօր ամենատարբեր բարձր մակարդակով խոսվում է նրա մասին, որ ցանկացած պահի այդ բան այսպես պրոտոկոլային է թուղթը, որ կկոչեն խաղաղության մասին պայմանագիր, դրանից հետո ադրբեջանցիները կարող են գալ ապրել, հանգիստ ապրել, որտեղ ապրեն։ Դե բացում է Օվերտոնի պատուհանը, այո, բացում է, իրենք նրա միջոցով է արվում նմանատիպ բաները, եթե հիշեք, անխոչնդոտ ճանապարհ տրամադրելու վերաբերյալ Բաքվի պահանջի կատարումն էլի Ալեն Սիմոնյանի շուրթերով հնչեց։ Ալեն ջան, սիրտդ ադրբեջանցիների հետ ապրել է ուզում, գնա Բաքվում ապրի, մեր ժողովրդից ինչ եք ուզում։ Մենք գիտենք, չէ, որ ադրբեջանցիները գալու դեպքում որտեղ են գալու։ Որտեղ են գալու բնակեցվելու։ Եվ դա հիմնականում Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերն են։ Ես Սյունիքում էլ գիտեմ, որտեղ կարող են իրենք պայմանական ցանկություն հայտնել ապրելու։ Ապրելուց հետո ինչ են անելու։ Ադրբեջանն ասելու է, մեզ պետք են անվտանգության երաշխիքներ մեր բնակչության համար։ Անվտանգության երաշխիքը ինչ մոդելով պետք է դրսևորվի։ Միգուցե այո, զինված ուժերի ներգրավվածության դե տեղի ունենա։ Այսինքն, այսպես Օվերտոնի պատուհանը բացելով, իրենք ուղակի տեղ են թողնում, այսպես բաց են մեր երկրի ապամոնտաժման ամբողջ սցենարի իրականացման համար։ Այո, մեր երկրի փաստացի ապամոնտաժման գործընթացն է տեղի ունենում եւ յուրաքանչյուր փուլում իհարկե մենք դա արձանագրում ենք, բայց հիմա կարծես թե այդ վերջին արարին ենք հասել։ Այսինքն մեր երկիրը պետքա դառնա այո ադրբեջանցիների բնակեցման հարմարավետ բնակեցման վայր։ Նիկոլ Փաշինյանը վստահաբար դեմ չի լինի այդ գաղափարին, որովհետեւ Եթե հիշենք, թե նա օրինակ ինչեր էր ասում Շուշիի վերաբերյալ, երբ Շուշին համարում էր դժբախտ ու դժգույն, նաև մտահոգվում էր, չէ, այդ շրջանում ադրբեջանցիների ապրելու պայմանների վերաբերյալ։ Նմանատիպ հայտարարություններ անում են, բնականաբար, այո։ Այսինքն այն պարագայում տեսեք նույնիսկ երբ որ դրսում նայում եք, չէ, ադրբեջանցի կամ Ալիևի կամ ադրբեջանի այլ ներկայացուցիչների հետ ինչպիսի կեցվածքով է խոսում, ինչպիսի այսպես վիզուծուր, sense հլու հնազանդ կերպարով է խոսում, հետո գալիս է այստեղ բան այսպես ոգևորված, փորձում մունատ գալի ընդդիմախոսների նկատմամբ կամ այստեղ լրագրողների հետ ինչպես է խոսում եւ այլ մեկ միջազգային պլատֆորմում
Երևանում, դուք հիշում եք ադրբեջանցի լրագրողի հետ, ինչպիսի այսպես չափազանց բարեկիրթ տեսքով եւ այսպես էությամբ էր խոսում։ Նույն տրամաբանությամբ այսօր ինքը մեր Հայաստանի Հանրապետության բնակիչների անվտանգության ապահովման համար ոչինչ չի անում, բայց ասում է ադրբեջանցիների այստեղ բնակեցումը մեծ հաշվով իր պատկերացմամբ շատ էլ նորմալ է։ Եվ այս վտանգներին դեմ հանդիման իշխանական զույգը զբաղված է հասարակության մեջ ատելության մթնոլորտը նոր թափով հրահրելու, նոր բաժանարարներ գծելու եւ կրկին թիրախավորում է հայ առաքելական եկեղեցին, մի կառույց, որը գիտենք թե ինչ նշանակություն ունի համայն հայության համար ու ես չեմ ուզում հիմա մեջ բերել այն այլանդակ բառապաշարն ու ձևակերպումը, որով նրանք արտահայտվում են հոգևորականների վերաբերյալ, բայց փորձենք հասկանալ, թե սրա տակ իրականում ինչ կա ու ինչ նպատակով է արվում այն, ինչ արվում է։ Նախ ես կարծում եմ, ինչպես ես, այնպես էլ շատերս կարծում եմ նաև դուք Մարիաննա, այսօր երբ ինձ ուղարկեցին այդ գրառումը, իմ հավատը իսկապես չէր գալիս, որ դա հենց Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջում գրված գրառում էր եւ ստիպված էի նայել արդյոք դա ինքն է գրել թե չէ, բայց ես որպես մարդ, որ տեսել եմ նրա տարբեր այդպես հոգեկան ցնցումները ազգային ժողովում, նրա օգտագործած բառապաշարը, Քարոզ Արշավի ժամանակ մուրճով իր տարբեր հայտարարությունները եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը տեսնելուց հետո միևնույն է զարմանալի էր, այո, դեռևս նոր հատակ էր, որին դեռ չէինք հասել, բայց ոնց հասկանում ենք նրա այս հոգեբանական խանգարվունքի տարբեր դրսևորումների տեսարանները հերթական անգամ ենք տեսնում։ Ամենևին ես այն կարծիքի չեմ, որ սա իսկապես այսպես էմոցիոնալ պոռթկում է եղել, պատահական ինչ որ բան է եղել։ Իշխանական զույգը ամեն ինչ խիստ հաշվարկված է անում, նրա ընտրած բառապաշարը, թիրախավորումները առավել քան իրենց տակ հիմք ունեն եւ այդ ինչի մասին եմ հիմա խոսում։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տիկինը թիրախավորում են հայ առաքելական եկեղեցուն եւ հոգեվորականներին, այդ նույն ժամանակահատվածում մեր եկեղեցին եւ իդեմս կաթողիկոսի Բեռնում մեծ խորհրդաժողով է անցկացվում, կազմակերպել, որտեղ քննարկվում է մեր հոգեվոր եւ մշակութային ժառանգության պահպանման հարցը Արցախում, օկուպացված Արցախում, թե այն վտանգները եւ այն վտանգներն, որն առկա են մեր հոգեվոր մշակութային ժառանգության պահպանման հարցում, այնտեղ քննարկվում է նաև մեր ռազմագերիների հայրենադարձման խնդիրը, Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի խնդիրը։ Այսինքն մենք ապրում ենք այն նույն իրականության մեջ, երբ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է մեր եկեղեցուն եւ հոգեվորականներին, իսկ եկեղեցին այդ նույն ժամանակահատվածում կազմակերպում է քննարկում մեր ինքնության պահպանման վերաբերյալ։ Մենք այս իրողությունը արգելված թեմաներից է ներողություն ընդհատելու համար խոսում Մայր Աթոռը հիմա Բեռնում ու դրա համար է Նիկոլ Փաշինյանը այս վիճակին հասել, որովհետև Բաքուն արգելում է անգամ Արցախ բառը արտաբերել։ Ես կարծում եմ սրանք ամենևին պատահականություններ չեն, ինչպես ասացի, եւ Ադրբեջանի կողմից էլ եղել են հայտարարություններ, նրանց հոգեվոր առաջնորդի կողմից է եղել հայտարարություն, որ այսինչ է կատարվում, եւ նրանց կողմից եղել են հայտարարություններ նաեւ ադրբեջանցիների Հայաստան բնակեցման մասին, այսինքն մենք ակնհայտ տեսնում ենք թիրախավորում, երբ թիրախավորվող անձը կամ մարդիկ պաշտպանում են հայ ժողովրդի ինքնության մաս հանդիսացող տարրեր, այս դեպքում մեր հոգեվոր ժառանգությունը, մեր ռազմագերիներին եւ Արցախի ժողովրդի վերադարձի հարցի մասին է խոսքը։ Այսինքն սա արձանագրենք, թե մենք ինչ իրականությունում ենք սա տեսնում։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ ուզում եմ առանձնացնել, այն է, որ դուք գիտեք, որ Ադրբեջանի պահանջով կա սահմանադրության փոփոխության հարցը եւ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ դեմ չէ, պետք է գնալ սահմանադրության փոփոխությանը եւ դուք գիտեք, որ սահմանադրությունում եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակ է ամրագրված եւ ես նույնիսկ այս պահին կասկած անգամ չունեմ, որ փորձելու են փոխել այդ դրույթը եւ հետեւաբար այս հոգեվորականների եւ եկեղեցու դեմ արշավը նաեւ փորձելու են հետագայում ամրագրել այսպես սահմանադրության տեքստում, այսինքն հանելով դրա հիմքերն են ստեղծում, այո, որպեսզի հետագայում իրենց համար ավելի հեշտ լինի այդ քարոզը տանել, որովհետեւ եկեք ընդունենք, որ մեր եկեղեցու հետևորդ են համարում մեր բնակչության գրեթե 80%-ը վերջին հարցումները ցույց են տալիս, որ
ամենաբարձր վստահելիություն ունեցող ինստիտուտը շարունակում է լինել Հայ առաքելական եկեղեցին եւ հետեւաբար դա կոտրելու, ջարդելու ճանապարհով է գնում այս իշխանությունը եւ հետեւաբար ուզում եմ մեր ժողովրդին էլ ասել, որ էմոցիոնալ էս ամեն ինչից զատ պետք է տեսնել, թե քաղաքական ինչ հաշվարկ է իրականացնում այս իշխանական խուլիգանական զույգը։ Բայց իհարկե հիմնականում նաև այլ խնդիր են լուծում մաքսիմալ պառակտել մեր հասարակությանը, մաքսիմալ այսպես նյարդային այս վիճակը պիկին հասցնել, թե դա կդանի հետագա բախման, դա իրանք էլ հավանաբար իրենց սցենարներից մեկի մեջ կարող է մտնել, բայց մաքսիմալ փորձում են պառակտել, կոնսոլիդացնել իրենց ընտրազանգվածին եւ այն մարդիկ էլ ովքեր դեռ պետք է կողմնորոշվեն, թե որ ուղղությամբ շարժվեն, մարդիկ ուղղակի այնքան են հիասթափվում այս համատարած, այս բարոյալքման պայմաններում, որ ուղղակի փորձում են հնարավորինս հեռու մնալ ցանկացած process-ին, որ կարող է քաղաքականություն կոչվել։ Այսինքն բաժանիր որ տիրեսը փորձում են աշխատեցնել։ Միանշանակ փորձում են աշխատեցնել, հիմա ուրիշ մեթոդներով են աշխատում։ Բայց գլխավոր խնդիրը, որ լուծում են, բնականաբար ազգային ինստիտուտների ոչնչացման ճանապարհն է, որ իրենք փորձում են իրագործել։ Իսկապես Հայ առաքելական եկեղեցին մեր ամենակարևոր ինստիտուտներից մեկն է, մեր ինքնության պահպանման կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որ փորձում են ապամոնտաժել։ Պատահական չէ բանակի նկատմամբ տեղի ունեցող հարձակումները, բանակը փորձում են դարձնել մի վայր, որտեղ այսպես սոցիալական կոնկրետ խավի ներկայացուցիչներ պետք է ուղղակի գնան ծառայության, այսինքն աղքատների բանակ ձևավորելով, որը ակնհայտ է, թե ինչպիսի բարոյահոգեբանական, այո, նաև սոցիալական արդարության տեսանկյունից ինչպիսի բևեռացման է տանելու ցանկացած կոմպոնենտ, այդ թվում նաև ընտանիքի հետ կապված ցանկացած կոմպոնենտ, որ մեր ազգային ինքնության մի մասն է, փորձում են ուղղակի տրորել։ Երեք, եթե այս ամեն ինչը չլներ այսօրվա գրառումները, նույնիսկ երեկվա իր հնչեցրած մտքերը, իր ստենդափի ամեն անգամ կառավարության նիստերը, դա իր համար յուրօրինակ ստենդափի հնարավորություն է, ստենդափ ներկայացում իրականացնելու հնարավորություն է, խոսում է նրա մասին, որ մեր եկեղեցիները չուլաններ են։ Հասկանում եք, մեր հոգևոր կենտրոնները ինքը ասում է ուղղակի չուլանացված տարածքներ են, չի ասում ինչ է տեսել, որտեղ ինչ է, հա ուղղակի այսպես փորձում է պիտակավորել մեր եկեղեցուն եւ սա իսկապես խայտառակություն է, մեր ինքնությունը ամեն ձև ոչնչացնելու գործընթաց է, որ հիմա տեղի ունենում, բարոյալքում պատահական չէ, որ մենք իսկապես սոցիալական հարթակներում, սոցիալական հարթակներից դուրս մենք նաեւ առերեսվում ենք այս ատելության խոսքին եւ հնարավոր չի հասարակությունում, հնարավոր չի ժողովրդը պետությունը որևէ նվաճում ունենալ, երբ իր ներսում բոլորը բոլորին ատում են, մաքսիմալ պառակտված են։ Սրանք թշնամական քայլեր են մեր ժողովրդի նկատմամբ, իսկապես թշնամական քայլեր։ Այս ամեն ինչ դուք խոսեցիք եւ այն քաղաքական նպատակները, որոնք առանձնացրիք, թե ինչու է հենց եկեղեցին դարձել թիրախ ու իրականում որն է դրա նպատակը, եթե էմոցիոնալ շերտը դնում ենք մի կողմ։ Ստացվում է, որ դա այն քաղաքականության շարունակությունն է, այն մեկ շղթայի օղակներից մեկն է, որը Նիկոլ Փաշինյանը առհասարակ վարում է անվտանգային հարթությունում, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարթությունում, այսինքն այնտեղից կա հրահանգ ոչնչացնել կառույցը, որը զբաղվում է ազգային հարցերով։ Բնականաբար, դուք այսօր տեսնում եք, չէ, մեր հոգևոր ժառանգության վերաբերյալ որևէ ակնարկ, որևէ խոսք ով է հնչեցնում այն մարմիններից, ովքեր նման պարտավորություն ունեն։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2 ամիս առաջ իմ գործընկեր Թագուտ Թովմասյանի հետ քննարկում էինք կազմակերպվել մեր պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ Արցախի մեր գործընկերներին ենք հրավիրել մասնագետներ, որոնք այդ հարցով են զբաղվում եւ նաեւ հրավիրել ենք ինչպես արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին, այնպես էլ սպորտի, գիտության եւ մշակույթի, մի խոսքով մշակույթի ոլորտով զբաղվող ներկայացուցիչ եւ նրանք հրաժարվել էին ներկայանալ այդ քննարկմանը եւ հետագայում էլ նրանց հարց ղղեցինք, թե ինչով եք ընդհանրապես զբաղված։ Դուք այսօր գիտեք, չէ՞, ինչ է տեղի ունենում Արցախի մեր պատմական ժառանգության հետ։ Մշակութային ցեղասպանությունը բառի զբուն իմաստով տեղի ունենում, բայց դրա մասին որևէ մեկը չի բարձրաձայնում։ Հիմա այն ինստիտուտը, որ մնացել է, որ կարող է բարձրաձայնել, նրա նկատմամբ հակազդեցությունը բնականաբար ավելացնում եմ։ Ես կրկնում եմ, իհարկե, սա, չգիտեմ, հերթական խայտառակությունն էլ չի, էլի պատմական խայտառակություն
իշխանությունը, այն բառապաշարը, որ օգտագործվում է իշխանական զույգը, այն դիրքավորումը, որ իրենք ունեն իրենց սազանդարների հետ միասին, բայց այս էմոցիոնալ ֆոնը, եթե դնենք այն կողմ, իսկապես քաղաքական նպատակներ են իրականացնում։ Եվ այդ քաղաքական նպատակը մեր պետության ապամոնտաժումն է իր բոլոր ազգային ինստիտուտներով։ Այո, պատահական չէ հատկապես եկեղեցուն թիրախավորումը։ Կրկնում եմ, ունենալով պահանջ սահմանադրության փոփոխության, իմանալով, որ սահմանադրության մեջ մեր ազգային եկեղեցուն տրված է կոնկրետ կարգավիճակ, իրենք փորձելու են սա էլ հանել եւ դրա համար համապատասխան հող են իրենք հիմա նախապատրաստում։ Ի վերջո կրկնում եմ, մեր եկեղեցին ամենավստահելի կարգավիճակը ունի, այսինքն ամենաշատն է մեր ժողովուրդը վստահում այդ ինստիտուտին եւ հետեւաբար այս ամբողջ հակակարողությունը պետք է իրականացնել զինվորի նկատմամբ, մեր գեներալիտետի նկատմամբ այդ համատարած այսպես վարկաբեկման գործընթացը մեր բոլոր հնարավոր ինստիտուտներին, բոլոր հեղինակություններին այսպես ուղղակի վերացնելու, ոչնչացնելու, համահարթեցնելու ճանապարհով են գնում այս իշխանությունները։ Այստեղ ուզում եմ նաև նշել այն հանգամանքը, որ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նույնիսկ կողմ դնելով կարգավիճակը падգամավորի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, իսկապես ակնկալում եմ, որ աննախադեպ աջակցություն այս պահին պետք է լինի համաժողովրդական եկեղեցու նկատմամբ եւ ակնկալում եմ, որ եկեղեցին եւս համարժեք պատասխան կտա խուլիգանական զույգի այս բոլոր դրսևորումներին։ Շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան, իսկապես սա աննախադեպ ու անպատկերացնելի էր։ Հարցազրույցին սպասեք երկուշաբթի։